Սիրելի ընկերներ, երբ շենքի մոտեցանք եւ փոքրիկ Արյանան մեզ դիմավորեց, Արյանա ջան, քանի տարեկան ես? Քանի? 8. Երբ փոքրիկ Արյանան մեզ դիմավորեց 8 տարեկան եւ իր պսպղացող այսպես հայացքում իսկապես բարեմաղթանքներ հնչեցրեց, իր պատկերացումը մանկական նույնիսկ, բայց պատկերացումները հայտնեց, ես ինքս ինձ համար մտածում եմ, որ իսկապես այն պայքարը, որ մենք հիմա ենք տանում, Արյանայի իր սերնդակիցների համար է, որ մենք բոլորս իսկապես հայկական պետականություն ունենանք, արժանապատիվ պետականություն ունենանք, որ ոչ մեկս գլխիկոր չքայլենք, ոչ Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ էլ մեր հայրենակիցները, որ այսօր Հայաստանի Հանրապետությունից դուրս են ապրում, գլխիկոր չլինեն։ Այդ դրա համար այսօրվա մեր կռիվը, որ մի քանի ամիս հետո ստիպված չլինենք գնանք Ալիևի պատվերով նոր սահմանադրության կողմ քվեարկենք, որ մեր եկեղեցու նկատմամբ տարվող այս արշավը դադարի վերջնականապես, որտեղ ամբողջ աշխարհով մեկ խայտարակ ենք եղել, առաջին քրիստոնեությունը ճանաչած պետությունը, ազգը արշավ է իրականացնում սեփական հավատքի եկեղեցու նկատմամբ, սա ուղղակի խայտարակություն է, այդ դրա համար է մեր պայքարը սեփական ինքնության համար է, պատմության համար է, այսօր հասել ենք նրան, որ Արցախյան հերոսամարտը, որ մեր պատմության ամենավառ էջերից մեկն է, մեր հպարտության էջերից մեկն է, հիմա արժեզրկում են տոտալ կերպով, Արցախ ասելուց հետո ներողություն են խնդրում, իսկ Արցախյան հերոսամարտի վերաբերյալ արդեն ամենավերջին բառերն են օգտագործում, իսկ վերջին ձևակերպումն էլ այն է, որ դա եղել է սովորական արկածախնդրություն, ընդհանրեն արկածախնդրություն, ոչ թե մենք գնացել ենք մեր հայրենիքը ազատագրելու, մեր հայրենակիցներին կողքին կանգնելու, այլ սովորական արկածախնդրություն է եղել այսօրվա իշխանության պատկերացումներում։ Մենք այդ արժանապատվությունն է, որ փորձում ենք վերականգնել։ Մենք ուզում ենք ունենալ խաղաղ երկիր եւ լինելու է խաղաղ երկիր իշխանափոխությունից հետո, երկիրը լինելու է անվտանգ, երկիրը լինելու է մեր պետությունը լինելու է մրցունակ, իժորն էլ արժանապատիվ ապրելու է Հայաստանի Հանրապետությունում։ Վստահ լինելով, որ Արյանան եւ մյուսները իսկապես շարունակելու են այս պետականության շարունակականությունն ապահովելու։ Չէ՞ Արյանա։ Բայց ինքնության, անվտանգության, խաղաղության հետ մեկտեղ բնականաբար մենք նաև ծրագրային դրույթներ ունենք եւ ես ուզում եմ մեծ սիրով ներկայացնել հատկապես կրթությանը վերաբերող մի քանի կետեր, որոնցից մեկը հավանաբար արդեն լսել եք, բայց կարծում եմ կարևոր արձանագրում է անվճար կրթության ապահովումն է։ Գիտեք, գրեթե համայնք չկա, որտեղ որ մենք գնանք եւ մարդիկ չմոտենան ու ասեն, որ իրենց երեխաների կրթության գումարի հարց ունեն։ Եվ կարծում եմ, որ չպետք է լինի Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ, ով ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ պետական բուհերում եւ այդ հնարավորությունը չունենա։ Ես ինձ մոտ ունեմ տվյալներ, թե օրինակ այս տարիների ընթացքում ինչքան է աճել կրթության գումարը։ Օրինակ պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում 16 թվականին 650,000 դրամ էր ուսման վճարը, 21-ին դարձել է 720, իսկ 25-26 թվականներին արդեն 900,000 դրամ է։ Այսինքն էականորեն աճել է այդ գումարը, կրթության որակը չի փոխվել էականորեն, բայց վարձը այնքան է ավելացել, որ մեր երիտասարդները ցավոք չեն կարողանում ուղղակի հնարավորությունից օգտվել։ Հետևաբար անվճար կրթություն պետք է ապահովել բոլոր երիտասարդների համար, ովքեր ուզում են պետական համալսարաններում, պետական ֆինանսավորման համալսարաններում կրթություն ստանան։ Երկրորդ դրույթը, որի մասին ես կուզենայի խոսել, վերաբերում է ուսուցիչներին։ Ուսուցիչը իսկապես կրթության առանցքն է, եթե ուսուցիչը ուսուցչի նկատմամբ չկա պետական քաղաքականություն, հետևաբար կրթական համակարգն էլ արդյունավետ չի կարող գործել։ Մենք առաջարկում ենք, որպեսզի ուսուցչի բազային աշխատավարձը նախ բարձրանա եւ երկրորդ կետով այն ուսուցիչները, ովքեր արդեն 15 տարի է մտնում են դասարան, երեխաների հետ աշխատում են, կրթություն են ապահովում, իրենք պետք է համարվեն ավտոմատ ատեստավորված եւ համապատասխանաբար նրանց վարձավճարը պետք է ավելացվի։ Իսկ ատեստավորումը բացառապես մեկ նպատակ պետք է ունենա՝ սեփական փորձը ավելացնելու, գիտելիքները թարմացնելու նպատակ եւ ոչ թե աշխատավարձի բարձրացման նպատակ։ Հետևաբար այս երկու առաջարկները ես ուզում եմ ասել, որ մենք անպայմանորեն անելու ենք, որովհետև կարծում ենք, որ մրցունակ պետության հիմքերից
մեկը, այո, լավ կրթությունն է, որակյալ կրթությունն է, իսկ որակյալ կրթությունն անհնար է, եթե չունես դու վերաբերմունք ու պետական քաղաքականություն քո ուսուցչի նկատմամբ։ Կարծում եմ, այստեղ արդեն կանգ կառնեմ մեր ծրագրային դրույթների մասով, բայց ուզում եմ վստահաբար ասել, որ այս ճակատագրական ընտրություններում մենք միասին կարող ենք հաղթել։ Այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, ում հետ այս տարիներին իսկապես մեծ ճանապարհ ենք անցել։ Տեսնում եմ մարդկանց, ում հետևից ոստիկանական բաժանմունքներ են գնացել, բոլոր ցույցերի միասին ենք եղել, այսինքն շատ ծանր ճանապարհ ենք անցել, ու այս ճանապարհի մի ճակատագրական կետին ենք հասել։ Ու այդ կետը ինչ ենք անելու։ Միասին պատվով, ես գիտեմ, որ հեշտ չի լինելու, չեմ ասում, որ խաղ ու պարա լինելու, բայց պատվով հաղթահարելու ենք, պատվով հաղթանակ ենք տանելու։ Միասին կարող ենք։